Խորհրդարանական ընտրություններին մնացել է մի քանի շաբաթ։ Մենք փորձել ենք բարձել ինչ են մտածում քաղաքացիները։ Ընտրություններին մասնակցելու եք, բարև ձեզ։ Այո, իհարկե։ Իսկ արդեն որոշել եք, որ ուժին եք ընտրելու։ Այո, բայց գաղտնիք եմ պահում։ Կան մարդիկ, ովքեր ընտրություններին չեն մասնակցում։ Ըստ ձեզ որքանով է կարևոր ընտրությունների մասնակցել, ինչ կասեք այդ մարդկանց, որ չեն մասնակցում։ Դե իրականում սա մեր երկրի ընտրությունները հիմնականում երկրի վերաբերյալ են ու ովքեր որ չեն մասնակցում, պետք է իրենց հարց տան, որ իրենց որոշումը կարող է երկրի համար հետագայում ինչ-որ բան փոխել։ Դե հա, քաղաքացիական պարտքն է։ Իսկ արդեն որոշել եք, թե որ ուժին եք ընտրելու։ Ճիշտ ասած, ոչ։ Դեռևս ոչ։ Իսկ ինչով եք առաջնորդվելու ընտրություն կատարելուց։ Գիտեք, մարդիկ ինձ թվում է մենակ իմ կարծիքը չի, մեր բնակչությունը նենց է շփոթված, որ մի մասը կընտրի, այն սկզբուքնով ով ավելի շատ վիրավորում է, ով ավելի տենց, չգիտեմ, ավելի գրեի կա խոսում կամ ինչ-որ բան, ժողովուրդը ոնց որ մի քիչ գազազած վիճակի է, ոնց որ ասած սեր, համերաշխություն, այդ ամեն ինչը ոչ մեկ չի իրականում քարոզում, միայն բաժանարար ինչ-որ գծեր են ժողովրդի մեջ, մենակ ատելություն է և թշնամության կոչեր են։ Առայժմ երկու հոգու վրա եմ կանգնած։ Մեկը Սամվել Կարապետյանը, մյուսն էլ Սիմոնյան։ Գուրգեն Սիմոնյան։ Հա, Գուրգեն Սիմոնյան։ Հիմա երկուսից որը արդեն դա կորոշի հետո։ Այն ուժին, որը ռուսական կողմը չի ներկայացնում, ոչ ռուսական ինտերեսներին չի համապատասխանում, ռուսի ուղարկածը չի։ Դա որ ուժն է, ըստ ձեզ։ ԿՊ-ն չէ, երևի բախ Բևերը։ Իսկ ինչու հատկապես Բևերը։ Որովհետև մեջները ոնց էր ավելի մաքուր, տենց բոլորի մենի մտածող։ Գիտեք, ես հասկանում եմ, որ իրանցից ոչ մեկ վարչապետ չի դառնա, բայց գոնե եթե օպոզիցիա դառնան, պարլամենտում խելացի օպոզիցիոն դեպուտատ լինի, էլի։ Դե չէ կամ իդիոտ են, կամ ծեծելու ենթակա դեբիլներ են, որ ով հասնում չրփում է այս մեր օպոզիցիային են։ Չունեք մտավախություն, որ քվեարկելով այդ ուժին ձայներ կփոշիացնեք։ Դե գիտեք ոնց է, որ քվեարկենք չի փոշիանա։ Որ հիմա ասենք ու չքվեարկենք փոշիանա, բայց եթե սաղս ինչ-որ մեկին շանս տանք, այդ մարդիկ անցնեն չլնի նույն սուպավոյնաբորը հասկանում եք, էս չէ, ինչ-որ մի նոր ուժ գա, նոր մտքերով, նոր գաղափարներով, նույն հասկացողությունով։ Ես գիտեմ, որ իրանցից ոչ մեկ վարչապետ չի դառնա, բայց գոնե մի հոգի լինի, որը խելքը գլխին խոսա, ինչ-որ բան առաջարկի, ինչ-որ կարծիք ասի, տենց ինչ չլնի էլի, սրանք մեկեն է մնացած են խառախուրան, որը խոսքի տենում եք ինչ էր կատարվում ես 5 տարի մեր պարլամենտում, օպոզիցիային ոնց էին, էլ չասեմ էլ։ Ընտրություն կատարելիս ինչով եք առաջնորդվում։ Ծրագրերով, սովորաբար ընտրությունը ծրագրերի բան է, էլի, չնայած 30 տարի է շատերը շատ բան են խոստացել, բայց իր ասենք վարքագծով, մյուսով, էլի, այդ բոլորը հաշվի են առնում։ Ծանոթացել եք բոլոր ուժերի ծրագրերին։ Հա, համարյա հա։ Դե հիմնականում ասենք ես գնահատում եմ 3 ուժերը, ասենք Բարգավաճ Հայաստանը, Հայաստան դաշինքը, մեկ է պարոն Սամվել Կարապետյանի, ասենք կուսակցությունը։ Ընտրություններին մասնակցելու եք։ Անպայման ընտանիքով։ Իսկ արդեն որոշել եք, որ ուժին եք ընտրելու։ Կինս հա, տղաս ասում է ոչ մեկին, աղջիկս չի ասում ու ես էլ բոլորին ասում եմ ում։ Իսկ ում։ Բևերին, ես հակված եմ Բևերին, ազգային ուժի։ Կա կարծիք, որ այդ ուժերը ու նաև այլ ուժեր չեն անցնելու խորհրդարան ու հանդիսանելու են ձայներ փոշիացնողներ։ Չունեք մտավախություն, որ ուժին ընտրեք, ինքը չի անցնի պարլամենտ։ Ունեմ մտավախություն, կապ չունի, պիտի ձայնս տամ իրանց։ Ով ամենաշատը ձայն վերցնի։ Ոնց եք իմանալու ով ամենաշատ ձայն վերցնելու։ Վերջի պոլերով կիմանամ։ Հետևում եք, սոցհարցում եք։ Անպայման։ 16 համարին։ Ինչու հատկապես այդ ուժին։ Որովհետև խաղաղություն է բերել ինքը, լավ ղեկավարում է, քաղաքը լավ գործեր է կատարում, ռայոնները, գյուղերում, ինչ պետք է ինչ որ ասած սարքում, նորոգում,
Իսկ 30 տարի ոչ մի բան չեն սարքել։ Կոմունիստի սարքած ասֆալտներ դեռ։ Ճաշված մանկապարտեզը, դպրոցները, ջրամատակարարումները, ինչ ասեմ։ Ես գոհ եմ իրանից։ Մնացածը չգիտեմ։ Ու ես մոտ իմ ընտանիքը 20-25 հոգի բաղկացած են, պետք է անցենք իրեն, Նիկոլ Փաշինյանին։ Ընտրելու եմ այն ուժին, որոնց դեմ են թե նախկինները, թե ներկաները։ Պայման։ Իսկ արդեն որոշել եք, որ ուժին եք ընտրելու։ Խումքես չեմ ասելու, դաժե եթե որոշել եմ։ Բայց որոշել եք թե չէ։ Այո, անպայման։ Աստված մեզ հաջողություն տա։